սիմացի։ Մատատանը որոշել որ առաջները։ Այո, առաջները այո որոշել։ Մենք դատախազի լսենք։ Դասում պատասխան ձեր։ Եթե ուզում եք դատախազը կարծիք հայտնի Տեսնալով հապանամիջոցի վերաբերյալ սկզբից դատախազն անհատական։ Չէ, եթե դուք միջնորդություն եք վերեք կարող եք այս միջնորդում հապանամիջոցը վերացնելու կամ փոխելու մասին։ Դեռևս 2025 թվականի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հաղորդել է հանրային քրեական հետաքրքրում, իսկ մեկ օր անց նրան ներկայացվել է մեղադրյալ ու նույն օրը քննիչի կողմից կայացվել է մեղադրյալի նկատմամբ բացատրելու արգելքը որպես այլընտրանքային հապանամիջոց կիրառելու մասին որոշումը։ Ըստ որի քննիչը որոշել է Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես այլընտրանքային հապանամիջոց կիրառել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։ Որոշման պատճեն ուղարկվել է սահմանային դիսկուսիա իրականացնող լիազոր բանին։ Քննիչի որոշման նկարագրական մասին տարածի մեջ վերված է հանրային քրեական հետապնդում հաշվելու որոշման նկարագրական մասին, ներսագրելու ենթադրյալ արարքների նկարագրությունը, որից հետո անմիջապես ևս կետերով քվարտված են հիմնավոր կասկածի իբրև թե հաստատող փաստական տվյալները։ Որոշման պատճառաբանական մասը հետևյալն է՝ վերջերում։ Վերնշված փաստական հանգամանքները, իրավական դիրքորոշումները, վերլուծությունները եւ դատողությունները կիրառելով հարկ է արձանագրել, որ արկա է Սերժ Սարգսյանի նկատմամբ խախտանամիջոց կիրառելու օրենսդրական հիմքերն ու պայմանները, մասնավորապես դատավարության այս փուլում ողջամտորեն բավարար է հիմնավորված համարելու Սերժ Սարգսյանի առնչությունը նրան մեղսագրելու հանցանքներին, հանցանք կատարած դրելու հիմնավոր կասկածի հաշվի առնելով, որ նրան նկատմամբ բացակայելու արգելքը որպես խախտանամիջոց կիրառելը անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը, մեղադրյալի վրա քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար ուստի որոշել է կիրառել վերբերման ավարտը։ Նախ անդրադառնամ պատճառաբանական մասի հետևյալ ձևակերպմանը, կիրառելու վերնշված վերլուծությունները եւ դատողությունները։ Ինչի մասին եք նշել, քննիչը գիտի միայն ինքը, չկան որևէ իրավական նորմերից, նախադեպային որոշումներից հղումներ, մեջբերումներ, առկա չէ որևէ վերլուծություններ եւ դատողություններ։ Բացի մեղադրանքի ձևակերպումից եւ թվարկած որոշակի նյութերից, ամբողջությամբ համաձայն է, որ ըստ քննիչի հիշավ ձևակերպման հանրային քրեական հետապնդման բովանդակությունը, դատողություններ եւ վերլուծություններ։ Անցնենք առաջ, խախտանամիջոց կիրառելու անհրաժեշտությունը քննիչի հիմնավորել է պատճառաբանելով անհրաժեշտ է բաղի կիրառումը։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք։ Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ մասի առաջին կետի խախտանամիջոց կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու համար։ Տեսնենք, թե ինչ է գրել քննիչը։ Քննիչը որոշման մեջ նշել է, անհրաժեշտ է կիրառել խախտանամիջոցը մեղադրյալի փախուստը ստորագրել, դրա պարտականությունների կատարումը ապահովելու համար։ Այսինքն ստացվում է, որ քննիչը խախտանամիջոց է կիրառել փախուստը ապահովելու համար։ Հասկանում եմ, տեխնիկական վրիպակա կանխել բառը չեն նշել, բոլորի մոտ կարող է ստացվել, ինչու է քննիչը այդպես շտապել, իսկ հստակ դատախազն է որոշում ինչու շատից չի կապվածել, քանի որ այս գործը որևէ իրավական հիմնավորումների վրա ծանրաբեռնվելը ավելորդություն են համարել։ Ամեն դեպքի խախտանամիջոցը կիրառվել է միջդատական քրեական վարույթի տվյալ փուլի համար, այսինքն արդեն անցած փուլի համար, իսկ քրեական վարույթի այլ փուլ է դատական քննություն, հետևաբար քննիչի որոշման հիմնավորումներն արդեն ժամանակավոր են, իսկ նրա մտահոգությունները արդեն նվազել են, եթե չեն վերացել։ Ցանկացած դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումն ամփոփներում վերում է անձնավորների եւ ազատությունների սահմանափակման, հետևաբար անհրաժեշտ է խստիվ պահպանել այդ միջոցների կիրառման օրինականությունը եւ հիմնավորվածությունը ապահովող դատավարական երաշխիքները։ Մասնավորապես պետք է նկատում ունենալ սահմանադրության 3-րդ հոդվածը, սահմանադրության 40-րդ հոդվածը, որը ազատ տեղաշարժի իրավունքներ սահմանում եւ դրա սահմանափակման հիմքերն է նշում։ Քրեական դատավարության օրենսգրքի երկրորդ հոդվածը քրեական դատավարության օրենսգրքի նպատակը, դատավարական ակտի հատկանիշներ եւ պարտադիրություն եւ վիշապական իրավական նորմեր չվերընթերցել, չծանրաբեռնելու համար։ Դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու հետևանքով անձի ազատ տեղաշարժելու եւ դրա անձնական անձնական իրավունքների սահմանափակմանը անդրադարձել է նաեւ հրաժարվելու դատարանը մի շարք որոշումներ։
Նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով կրակից արձանագրություններով սահմանվել է, որ անձի մի շատ կայքն ազատ տեղաշարժի իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ ելնելով ընդհանուր եւ հանրային շահերից անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջների եւ անհատի առանցքի իրավունքների միջեւ։ Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չի հասնել այն դեպքերում, երբ անձը ստիպված է անհատական եւ չափազանց մեծ անհարմարություններ կրել։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելը պետք է պայմանավորված լինի նրա իրավունքների սահմանափակման իրական անհրաժեշտությամբ, ինչպես նաև արդարացի հավասարակշռությունը պետք է ապահովվի։ Քրեական դատավարության այն նորմերը, որոնցով ղեկավարվել է քննիչի որոշումը կայացնելիս, չհրապարակեն դրանց, այդ նորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ խափանման միջոցի կիրառումը նույնիսկ մեղադրյալ կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ դա քննիչի ոչ թե պարտականություն է, այլ դիսկրեցիոն հայեցողական լիազորություն է եւ նշում է, որ կարող է կիրառվել, ինչ առաջ, երբ որ խոսք գնաց գործերը միացնելուն, մեղադրողը նկատեց, որ այնտեղ նշված է կարող է միացվել եւ կարող է չի նշանակում, որ պետք է միացվի, նույն հարցը նաեւ խափանման միջոցների դեպքում է։ Կարող է կիրառվել խափանման միջոց, այսինքն եթե հայեցողական է, իսկ հայեցողական լիազորության դեպքում ըստ պատճառաբանությունը ավելի ծանրակշիռ պետք է լինի։ Քրեական վարույթի մասնակիցներից համար օրինակ օբյեկտիվորեն համոզիչ չի քննիչի որոշման պատկանագրված այն ենթադրությունը, որ Սերժ Սարգսյանի փախուստը կանխելու անհրաժեշտություն կա։ Նման իրավունքավորման պատճառն այն է, որ քննիչի շահ ենթադրությունը բացարձակապես վերացական եւ ընդհանրական է։ Դրա հիմքում ընկած չեն վարույթի նյութերից բխող որոշակի բավարար փաստական տվյալներ։ Հետևաբար քննիչի որոշման Սարգսյանի կողմից նշված ոչ իրավաչափ գործողությունների հնարավորության այն կանխելու նպատակով խափանման միջոց կիրառել անհրաժեշտության եւ նպատակահարմարության մասին եզրահանգումները հիմնավորվել են ոչ թե վարույթի փաստական բավարար տվյալներով հիմնված կոնկրետ եւ վերաբերելի փաստերով ու հանգամանքներով, այլ խափանման միջոց կիրառելու հիմքերի օրենսդրական ձևակերպումների ուղղակի շարադրման։ Քննիչի նմանօրինակ վերացական շաբլոնային տրանսպարենտային ձևակերպումներով հետևությունները առաջ են բերում անձի իրավունքների սահմանափակում եւ կրում են խիստ սուբյեկտիվ բնույթ։ Փախուստի դիմելու կամ որևէ այլ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին հետևություն անելիս վարույթի հանրային մասնակիցները պետք է գնահատեն նաեւ անձի միջ այն պահը դրսևորած վարքագիծը։ Սերժ Սարգսյանը տվյալ քրեական գործը որպես վկա հարցաքննվել է առաջին անգամ դեռևս 2023 թվականի օգոստոսի 21-ին, ներկայացել է կանչով ճիշտ ժամանակին։ Հարցաքննության ընթացքում ներդրվել են հարցեր, որոնցից ակնհայտ է, որ իրեն վերագրել են ենթադրյալ հանցագործությունների կատարում։ Նույնիսկ ուղղակի հարցրել են համաձայն է արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկելու հադրության ժամկետ անցների հիմքով քրեական հետապնդում չի իրականացվի։ Բնականաբար Սերժ Սարգսյանը առարկել է դրա հետ։ Այսինքն առաջին հարցաքննությունից սկսած Սերժ Սարգսյանը փաստացի գտնվել է մեղադրյալի կարգավիճակում, ես այստեղ նաև կոնվենցիայի դրույթները չծանրաբերեմ եմ ձեզ, մեղադրանք հասկացությունը պետք է ոչ միայն հաստատային ձևական, այլ նաև բովանդակային եւ գործնական իմաստով հասկացվի, դրա մասին հետո առանցին միջնորդություն ներկայացվի։ Այնուհետև Սերժ Սարգսյանը հարցաքննվել է նաև ավելես տարբեր այլ անձանց հետ տարբեր օրերի։ Միշտ եւ ճիշտ ժամանակին ներկայացել է քննիչի մոտ։ Վերօրյալը հաշվի առնելով քննարկող իրավիճակում որևէ մեկը չի կարող հաստատված հայտարարել, որ Սերժ Սարգսյանի համար ակնհայտ կամ ենթադրելի չի եղել իր նկատմամբ ամիսներ շարունակ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդման փաստացի իրականացումը։ Հետևաբար փախուստի դիմելու նպատակ ունենալու դեպքում Սարգսյանը անխոչնդոտ կարող էր դա իրականացնել, առկա են եղել բոլոր հնարավորությունները, առնվազն 1 տարի 5 ամիս նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել։ Այստեղից է տրամաբանական հետևություն, եթե չի դիմել այդ քայլին, ուստի նման մտածություն կամ ցանկություն չի ունեցել եւ չունի։
Ավելին, մեկ այլ քրեական գործով դատական քննության ընթացքում Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացված խափանման միջոցը նույնպես վերահսկված է եղել դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 14-ից։ Իշյալ քրեական գործի քննության ընթացքում այլ քրեական գործով դատաքննության ընթացքում խափանման միջոց իրականացված լինելու պայմաններում Սերժ Սարգսյանը բազմիցս դատարանի քննությամբ եկել է արտերկիր և վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, երբեմն նաև թույլատրված ժամկետից շուտ։ Պետք է նկատի ունենալ նաև որ խափանման միջոցը կիրառվել է սահմանադրության 29-40-րդ հոդվածի պահանջների խախտումներով, քանի որ այդ սահմանադրական նորմում հստակ նշվել են անձի ազատ տեղաշարժելու իրավունքը սահմանափակելու կոնկրետ հիմքերը, նպատակները։ Այն է, անձի ազատ տեղաշարժելու իրավունքը կարող է սահմանափակել միայն օրենքով a. պետական անվտանգության, այստեղ նման խնդիր չունենք, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, դատաքննության փուլում այդ խնդիրը արդեն չունենք, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Նման խնդիր այստեղ նույնպես չունենք։ Հետևաբար քննիչի որոշման սահմանադրական հիշյալ նպատակներից որևէ մեկը այս պահին քննիչի չի նկարահանվել, իսկ այս պահին այդպիսիք չկան։ Պատվարժան դատարանը սույն միջնորդությունը քննության առնելիս բացի դրա վարույթի ընթացքում և այլ գործերով Սերժ Սարգսյանի դրսևորած պատշաճ վարքագիծը պարտավոր է հաշվի առնել նաև նրա անձի, կենսագրության և անցած ուղի մասին հայտնի հանրային և անավարտելի տեղեկությունները, որոնց ուսումնասիրության արդյունքում կարող է հանգել ճիշտ հետևության վերջինիս կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու մասին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքեջում արտադրյալների մի քանի բան ընդհանրապես ես վկայակոչ եմ, բաց աղբյուրը բոլորը կարող են օգտվել 1989 թվականից ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից դրա ժամանակ ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքը դարձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն։ 90 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, այնուհետև պետական անվտանգության վարչության պետ, ազգային անվտանգության նախարար, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտպանության նախարար նորից, վարչապետ և նախագահ է ընտրվել և մի խոսքով արդեն են բոլորը վաղ ոչ վաղանցյալումա բոլորս հիշում են։ Ես հին բաները հիշեցի, որոշ մարդիկ կարող մոռացած լինեն։ Ստացել է Արցախի հերոսի կոչում, ոսկե արծիվ շքանշան, մարտական խաչ առաջին աստիճանի, Տիգրան շքանշաներ, պետական այլ պարգևներ։ Այսպիսով ակնհայտ է, որ դատաքննության այս փուլում կամ քրեական վարույթի տվյալ փուլում իսպառ բացակայում է Սերժ Սարգսյանի անձնական անձնական իրավունքի խախտման և նրա որոշակի ազատությունները շարունակաբար սահմանափակելու անհրաժեշտությունը։ Չկա նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մեկով սահմանված նպատակ ու հիմքերից և ոչ մեկը։ Ամեն դեպքում, եթե դատարանը կգտնի, որ արկա է խափանման միջոց կիրառելու իրական անհրաժեշտություն, ապա մենք առաջարկում ենք կիրառել ավելի խիստ խափանման միջոց, այն է, գրավ։ Վերօրյալի հիման վրա խնդրում եմ, սույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար գտնվող Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացված բացակայելու արկել խափանման միջոցը վերացնել կամ այն փոխել այլընտրանքային մեկ այլ ավելի խիստ խափանման միջոցով, այն է գրավի առարկա սահմանելու համար 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։